Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի եթերում, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, շնորհակալ եմ Ազատ մեր։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում արեց մի հայտարարությունը առաջին այցից կարելի է թեթև նայել, կարծել թե հիմա Նիկոլ Փաշինյանը նոր չի պրոադրբեջանական հայտարարություններ անում կամ առաջարկներ անում, բայց այս հայտարարությունը իմ գնահատմամբ խիստ վտանգավոր է եւ հատկապես այս հայտարարությունը պիտի քննարկվի, կարծում եմ այստեղ դուք կհամաձայնես ինձ հետ։ Հիմա ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է առաջարկում եմ Ադրբեջանին ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ զուգահեռաբար փակելով Արևմտյան Ադրբեջան եւ Ղարաբաղի հայերի վերադարձ թեմաները։ Սա արել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի ներկայությամբ։ Ինչ է սա նշանակում, հա, ես իմ միտքը ասեմ եւ կլսեմ նաեւ քո վերլուծությունը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը 35 տարի եւ ավելի եղել է միջազգային ֆորմատով քննարկվող, բանակցվող կոնֆլիկտ։ Եվ Լեռնային Ղարաբաղի հայերի, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչված է եղել, առնվազն նման իրավունք ունենալու հանգամանքը ճանաչված է եղել միջազգային խաղացողների կողմից։ Այդ բանակցային ֆորմատը եղել է Մինսկի խմբի ֆորմատը, որտեղ ներգրաված են եղել աշխարհաքաղաքական կենտրոններ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Մինսկի խմբին մասնակցել են այլ պետություններ, այդ թվում նաև Թուրքիան ինքը ընդունել է, որ այդպիսի կոնֆլիկտ կա եւ հայերը այսպիսի սկզբնական փուլում ավելի շատ երկրներ էին մասնակից, հետո դառան 3 հիմնական պետություն։ Սա ինչ է, սա նշանակում է մի բան, հարգելի հեռուստատիտողներ, որ Նիկոլ Փաշինյանը 35-ամյա պայքարը հայ ժողովրդի Արցախի վերաբերյալ հազարավոր զոհերով ընթացած պայքարը, այսպես զրկանքներով ընթացած պայքարը դրան հավասարեցրեց մի տերմին, որը աշխարհաքաղաքական որևէ հարթակում գոյություն չունի, բացի Ալիևի աշխատակազմից, եւ հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելով այդ արևմտյան Ադրբեջան հորինված տերմինը բարձրացրեց աշխարհաքաղաքական մակարդակը եւ Գերմանիայում հնչեցնելով դա, հավասարեցնելով Արցախի հայերի վերադարձի իրավունքին։ Խնդրեմ քո վերլուծությունները այստեղ սա ինչ էր։ Ուրեմն կրկին ցանկացած վերլուծություն անելուց պետք է այս ամենը դիտարկենք մեծ խաղի աշխարհաքաղաքականի համատեքստում։ Նախ ինչ ունենք, ինչի համար է անում այս ամենը Նիկոլ Փաշինյանը։ Ըստ սրա պետք է նաև վերլուծենք, թե ով ինչ հիմնական օրակարգ ունի։ Նիկոլ Փաշինյանի հիմնական օրակարգը, սա բազմիցս կրկնել ենք, մինչև 20 թվականը այլ է եղել, 20 թվականից հետո այլ է եղել։ Հիմա Նիկոլի հիմնական խնդիրն այն է, որ ինքը մնա իշխանության, գոնե առնվազն 30 տարի, հիմա պայմանական 50 տարեկան է, գոնե 30 տարի մնա իշխանության կամ հաղթահարի այնքան մնա իշխանության, որ իր մեջ հաղթահարի մահանալու վախը, որովհետև ինքը երբ իշխանություն կորցրեց, իր ֆիզիկական անվտանգությանը վտանգ է սպառնալու։ Հիմա ինքը ցանկացած Ադրբեջանի առաջարկի կողմ է լինելու եւ աջակցելու է, որ հանկարծ իր խաղաղության օրակարգ կոչվածը հանկարծ այդ իր խաղաղության խաչմերուկ այդ պրոյեկտին կամ խաղաղության օրակարգին ոնց կուզի թող հասկանալ, որևէ բան չսպառնա։ Իսկ ինչը կլինի սպառնալիքը, որևէ ռազմական գործողություն։ Իսկ ցանկացած ռազմական գործողություն ամբողջությամբ փլելու է իր ամբողջ օրակարգը եւ իր համար խնդիր է ստեղծելու։ Ազատ, բայց հիմա ինքը իր վիճակը ավելի է բարդացնում, ինչու, որովհետեւ միջազգային մակարդակի հասցնել հորինված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ տերմինը իրողություն դարձնելով դա արդեն միջազգային հարթակում ինքը ստիպված է լինելու պատերազմ չլինելու համար, հա, ընդունել 100,000-ավոր ադրբեջանցիների, այսինքն եթե միջև այդ ինքը կարող է ասել նման օրակարգ չկա, որտեղ նման
խնդիր երբեք չի եղել արևմտյան Ադրբեջանը ասած, հիմա ինքը ասում է այո, կա նման խնդիր, ինչպես կար Լեռնային Ղարաբաղի խնդիր, բայց եկեք որոշենք թողնել այդ պահանջները միմյանցից։ Ադրբեջանը ասում է ապրես, ընդունեցիր որ կա արևմտյան Ադրբեջան, բայց մենք մեր պահանջից չենք հրաժարվի։ Ասում եմ լավ, ես իմ պահանջից պայմանական եմ ասում։ Իմ պահանջից կհրաժարվեմ, բայց ադրբեջանցիներն ասում են այլևս 300,000 փախստականի հարց չի։ 500,000 փախստականի մասին են իրենք խոսում։ Կասեն լավ, արի 150,000 փախստականների հարցը կհանենք, 350,000-ի հարց կա։ Սա պայմանական եմ ասում։ Այսօր ուրեմն ստեղ մենակ Ադրբեջանի հարց չէ, որպես այդպեսին ոչ թե Նիկոլ Փաշինյանը գերի է Ալիևի կամ Էրդողանի ձեռքում, այլ Նիկոլ Փաշինյանը գերի է իրեն իշխանություն բերողների ձեռքում։ Ինքը հավաքական արևմուտքի կամքն է կատարածում, դա Ադրբեջանի կամք չէ, այդ եվրո չինովնիկների կամքն է։ Այստեղ մի բան էլ նկատենք, տես Նիկոլ Փաշինյանը խոսում էր մի իրողության մասին, մենք մի անգամ միասին խոսել ենք այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին եւ եկանք եզրահանգման, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը եւ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի թեզը պետք է, ինչու որ Հայաստանը վերահսկելի լինի, հիշում ես մեր այդ քննարկումը։ Եվ Փաշինյանը անուղղակիորեն այս մեր վերլուծությունը հաստատել է, ինչու։ Երբ որ ինքը ասում է, որ Արցախյան կոնֆլիկտը կայսրության կողմից գեներացված կոնֆլիկտ է եւ պետք էր, որպիսի կառավարելի լինի Հայաստանը եւ Ադրբեջանը, եթե մի բան ընդունենք, ապա ինքը անուղղակիորեն հաստատում է մեր վերլուծությունը, որ հիմա էլ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ պետք է, որ կառավարելի լինի Հայաստանը։ Ինչու՞։ Որովհետեւ եթե դու կորցրել ես, հանձնել ես Արցախը, դու որևէ կոնֆլիկտ չունես, բա ո՞նց են քեզ կառավարելու։ Հայաստանն էլ մոնոէթնիկ երկիր է, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում չկան բնիկ ժողովուրդներ բացի հայերից, իսկ եղած ժողովուրդների քանակը 2%-ը չի գերազանցում, որոնցից մեկի ներկայացուցիչը նաև ես եմ, ընդ որում Հայաստանում ապրող բոլոր ժողովուրդները բացառից հասկանում են, իրենք այստեղ բնիկ ժողովուրդ չեն եւ օգտվում են իրենց իրավունքներից, ասենք որևէ խնդիր չկա։ Հայաստանում հնարավոր չի այս կազմով, այս դեմոգրաֆիական պատկերով էթնիկ կոնֆլիկտ հրահարել եւ ճնշել Հայաստանին։ Ադրբեջանին կարելի է դե թաթեր կան, մի խոսքով տարբեր ժողովուրդներ կան, լեզգիներ կան, թալիշներ կան, թալիշներն այստեղ են ուզում անել։ Հիմա նույնը պետք է Հայաստանում ստանան, Հայաստանում ում բերեն կամ միայն արևմտյան Ադրբեջանի թեզը, որը արդեն ընդունեց Նիկոլ Փաշինյանը եւ պիտի ընդունի արևմտյան ադրբեջանցիներին, որպիսի իր տերերի ձեռքին անգամ Փաշինյանի չլինելու պարագայում Հայաստանը լինի կառավարելի։ Ուրեմն արևմտյան արտաքին քաղաքականության ճարտարապետները, ասենք խորքային պետության այդ խորքային իշխանություններ կոչվածները այս ոչ թե ուլտրագլոբալիստները, այլ մեր իմացած գլոբալիստները, էլի, որովհետև դա լրիվ առանձին թեմա է, նրանք լրիվ այլ կերպ են ուզում աշխարհը միաբևեռ սարքել, այս մեր իմացած նորագույն շրջանում 1918 թվականից սկսած այդ խորքային պետության կառավարիչները իրենց վերլուծությունները, իրենց նպատակները, որ կարդում ես, այնտեղ ինչ ես գտնում, որ իրենց նպատակն ինչ է, ոչ թե իրենք ուզում են հետ սառը պատերազմյան կարգավիճակը հետ բերել, այսինքն 90-ականների 88-ից սկսած այդ կարգավիճակը ոչ թե հետ բերել, այլ հետ գնալ 1918 թվականի Վերսալ Վաշինգտոնյան համակարգը հետ բերել, որտեղ իրենք ոնց ուզում էին, այդպես էլ իրենք էին ուզում, որ երկիրը պետք է անկախ լինի, որը ինքնավար պետություն լինի, որը կիսանկախ լինի, որ ով ումից ինչքանով կախված լինի, այն խորքային պետությունն էր որոշում 1918 թվականին։ Հիմա իրենց նպատակը այդ ստատուս քվոն հետ բերելն է։ Իրենք սրա մասին մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով ակնարկել են, որ Վերսալ Վաշինգտոնյան համակարգն է պետք հետ բերել, որտեղ կան նաև կայսրություններ, բայց կայսրությունները նաև ծառայում էին իրենց։ Հիմա երբ ուշադիր լինեք միջազգային մամուլին, այնտեղ կտեսնեք, որ Բրիտանիայում հակաչերչիլյան ուժեր են գլուխ բարձրացրել։ Հակաչերչիլյան ուժեր գիտեք ինչ է նշանակում թարգմանաբար։ Բրիտանացի կայսերապաշտները, տեսեք, արևմուտքի կողմից միշտ պրոպագանդվել է, որ Չերչիլը մեծ մարդ էր կամ մեծ քաղաքական գործիչ էր, պատճառը գիտեք որն է եղել։ Չերչիլը եղել է բրիտանական կայսրության գերեզմանափորը, ինքն է քանդել բրիտանական կայսրությունը։
ամերիկյան խորհրդային պետության համար ինքը քանդել է բրիտանական կայսրությունը։ Հիմա այդ խորհրդային պետության ներկայացուցիչները նույնիսկ ուզում են այդ կայսրությունը նորից այդ հին լծակներով վերականգնեն, որպեսզի հեշտ կառավարելի լինի։ Ինչպես 1918 թվականից հետո էր, կային էլի կայսրություններ, ու ֆրանսիականն էլ են համարում այդ աֆրիկյան իր ազդեցությունը, Աֆրիկայում իր ազդեցության պայմանավորված միջերկրական ծովի Աֆրիկայի հյուսիսային մասում, միջերկրական ծովի հարավային մասում, բայց հիմնական կայսրությունը դա բրիտանական կայսրությունն էր այնտեղ խաղալու։ Հիմա այդ նպատակով իրենք նույնիսկ փորձում են այդ հարկաչերչիլյան շրջանակներին բարձրացնել։ Հիմա այդ մինչև այդտեղ արմատներն այս ամենի գնում են եւ 1918 թվականին այդ խորհրդային պետությունը ինչ էր նախատեսել մեզ համար քաղաք պետություն city state որն իրանից ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ։ Հիմա մի կարևոր Դեմենք հիմա դեմոգրաֆիական առումով մոտ ենք city state-ի։ Եթե չէ տարածքային առումով մի քիչ խնդիր կա, հələ Սյունիքը մերն է։ Հասկացա, բայց դեմոգրաֆիական առումով մոտ է Հայաստանի բնակչության 50%-ը միայն Երևանում է ապրում։ Քաղաքաբնակ բնակչություն 50 եւ ավելի տոկոսն արդեն քաղաքաբնակ բնակչություն է։ Ազատ, եթե իրականությանը բաց աչքերով նայենք 50%-ը միայն Երևանում է ապրում, արի անկեղծել ենք, էլի։ Հա, դե սարսափ փաստացի 50%-ից ավելի Երևանում է ապրած եւ Հայաստանն ամբողջությամբ կենտրոնացած է այլևս Երևանի վրա կամ Երևանամերձ շրջաններում։ Հիմա հետ գնանք էլի Վերսալ Վաշինգտոնյան պայմանագիր։ Հիմա այստեղ մի կարևոր բան կա։ Մենք ինչ ենք ասում։ Խաղաղության պայմանագիր կոչված է, ինչի հիման վրա է ստորագրվում։ Ալմա Աթայի, ճիշտ է, հռչակագրի վրա, որտեղ Հայաստանն իրեն համարում էր խորհրդային սոցիալիստական հանրապետության իրավահաջորդ։ Բայց Ադրբեջանը իրեն համարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որտեղ Նիկոլը ընդունում է ադրբեջանական սահմանադրության այդ դրույթը, որ Հայաստանի մարզերի զգալի մասը Ադրբեջանի տարածքում է։ Հայաստանի Հանրապետությունը 10 եւ ավել 1000 քառակուսի կիլոմետր էր, մոտ 12000 քառակուսի կիլոմետր էր, մուսաֆաթական Ադրբեջանը 100,000 քառակուսի կիլոմետր։ Հիմա տես, ինչու հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի տերերի կողմից ոնց է օրակարգը առաջ տալում, այդ Օվերտոնի պատուհանների բացման մեխանիզմով է գնում։ Արցախը արեցին, դա մի կողմ դրեցին, սկզբում Ադրբեջանից հնչում են, տեսեք, Արցախի վերաբերյալ թեզեր, մարդիկ չեն հավատում, այստեղ ինչքան առողջ միտք է հնչում, դա համարվում է դավադրություն, որ ադրբեջանական թեզեր են առաջ տալում։ Հիմա փաստորեն մի քանի տարի է պատերազմից հետո Ադրբեջանը խոսում էր արևմտյան, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, այդ հորինված տերմինով էր խոսում, եւ մենք ու էլի մարդիկ մտահոգաբար ասում էինք, որ սա վտանգավոր խաղ է, որ Հայաստանը գնաց ներողություն, Հայաստանը գնում է մի ճանապարհով, որտեղ եթե այս ճանապարհը շարունակի, վերջում մենք ստիպված ենք լինելու ընդունել այդ մարդկանց։ Այն ժամանակ էլ ասում են, սա դավադրություն է։ Ովքեր էին ասում, նույնիսկ Նիկոլին անդիմադիր դիրքավորվածները։ Հիմա մենք հասանք նրան, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակում Արցախի խնդիրը հավասարեցրեց կամ ավելի շուտ արևմտյան Ադրբեջանի խնդիրը հորինված հավասարեցրեց Արցախի ազատագրական պայքարի արդյունքում ձևավորված այդ խնդրին եւ արդար պայքարը, որ հազարամյակներ շարունակ այդտեղ հայություն է ապրել եւ այդտեղ որ իրավունք չունեն լինելու, դա միայն թուրքական ցեղերն են կամ հիմա ներկայիս ադրբեջանցիները պետք է չլինեն, որ ոչ մի իրավունք այդտեղի նկատմամբ պետք է չունենային, իրենք ունեն, բայց մի հետաքրքիր բան կա, մենք նույնիսկ չենք կարող հասցնել հանրության լայն շերտերին, այդ Նիկոլի ասած պարզ բառը, որ այս օրեր առաջ էլ Աժամբյոնից ասեց, չէ, որ Արցախը եւ ասես չեմ զլանում ասեմ, նաեւ Ադրբեջանի վզից գցած այո թոք է եղել եւ ըստ դրա ոչ Ադրբեջանը ոչ Հայաստանը ինքնիշխան չեն կարող ազատագրել է Ադրբեջանը եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, այսինքն տեսեք ինչ է ինքը ասում ուղիղ, որ այս ամենը ինքը դիտմամբ է արել Հայաստանը 2020 թվականին նպատակ չի ունեցել պատերազմ հաղթելու, Հայաստանը նպատակ է ունեցել պարտվելու, եթե ինքն իրան ասում է ես անկախության եւ ինքնիշխանության զորահանդես է եւ զորահանդեսի հրամանատարը ես եմ,
Այսինքն ինքը դա դիտմամբ Իսկ այդ զորահանդեսը կարող էր լինել ըստ իր խոսքի միայն Արցախը հանձնելուց հետո։ Այսինքն, հա, այո։ Հասկանում եք, մենք այս պարզբան իր կողմից ընդունված եւ խոստովանված տեքստով ասում է, որ ես անկախության մարտիկ եմ եւ ինքնիշխանության մարտիկ եմ, այդ զորահանդեսի հրամանատարն եմ եւ Արցախը վտանգ էր Հայաստանի ինքնիշխանության եւ անկախությանը։ Հենց այս հիմա ինչից են խոսում, բայց նյութը բանակցություններ, ես իմ տեխնիկական մասեր ինքնորոշման, չէ, մարդն ուղիղ ասում է, որ Արցախը տրվել է իբր Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության համար։ Այստեղ մենք չենք կարող այդ պարզ միտքը, որ Արցախը տրվել է, որպեսզի Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, Արցախից հետո լինելու է Սյունիքը։ Այս նույն պատճառաբանությամբ ինքը կարող է հիմա Սյունիքի նկատմամբ աշխարհակահաղական հետաքրքրություններ ունեն եւ Ռուսաստանը եւ Իրանը եւ նույնիսկ արդեն Չինաստանը, ճիշտ է, այս նոր ճանապարհներով պայմանավորված։ Հիմա նույն տրամաբանությամբ եւ նույն օրինակով կարող է ասել Սյունիքն էլ է խնդիր։ Մենք չմոռանանք, այստեղ գուցե մարդկանց թվա թե դա բաներ ասվեց, մարդեր հոգեկան վատ Նիկոլ Փաշինյանը հայտարարել որ Հայաստանը կադաստրի թուղթ չունի, իսկ ի՞նչ է նշանակում կադաստրի լեգիտիմություն է կադաստրի թուղթը ներողություն արգելի ազատ, կադաստրի թուղթը արգելի արնեքսը բոլորդ էլ երևի ունեք։ Կադաստրի թուղթը դա այն փաստաթուղթն է, որը վկայում է, որ այս գույքը քո սեփականությունն է, այսինքն ինքը ասում է, որ հայ ժողովուրդը չունի փաստաթուղթ, որ այս պետությունը Իրանն է։ Դե սրա մասին մենք խոսել ենք 2 տարի առաջ հենց այս կադաստրի թղթի մասին խոսել ենք ինքը այս կադաստրի թղթից խոսեց 23 թվականի վերջին Արցախը հանձնելուց հետո այդ ժամանակ հենց Արցախը տալուց հետո ինքը այդ կադաստրի թուղթ չունենալու պատճառաբանությամբ լեգիտիմություն տվեց Ադրբեջանին ցանկացած տարածքի նկատմամբ հայկական ցանկացած տարածքի նկատմամբ ամբիցիա ունենալու։ Չէ, Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, սա ասեմ եւ մի կարևոր դիտարկում եմ ուզում անել, որ տեսեք հարգելի աշխարհ, միջազգային հանրություն, Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա, Վրաստան, Իրան, Հայաստանի վարչապետն է, չէ, ասել է մենք կադաստրի թուղթ չունենք, լսեցիք ասել, բայց մենք ունենք կադաստրի թուղթ, մեր մուսաֆատական Ադրբեջանի սահմանադրությունը, անկախության հռչակագիրը, որը այս նոր Ադրբեջանը հղում է տալիս այդ մուսաֆատական Ադրբեջան, որ իր ժառանգորդն է, հայտարարել է, որ Սյունիքը, Վայոց մի հատվածը, Գեղարքունիքը իմ տարածքներն են։ Հայաստանը օկուպացրել է, հենա Նիկոլն էլ ընդունել է։ Հիշեք դրանից հետո նաև վրացական կողմից նախագահի այն ժամանակ Սալոմե Զուրաբաշվիլիի բերանով ինչ հնչեց։ Խնդրեմ հիշեցրու։ Տարածքային ամբիցիա Հայաստանի նկատմամբ Սանահին, այո, Ալավերդու հատվածում, այո, Լորվա հատվածում, որ սոցիալական հարթակում գրել էր դրա։ Այո, որ սա էլ Վրաստանի անբաժան մասն է։ Իսկ եթե նույնիսկ Վրաստանը, եթե դու հրաժարվում ես քոնից, նույնիսկ Վրաստանը ինչու՞ չվերցնի։ Ինչի՞ պետք է չվերցնի։ Իմաստը մի դրվագ կա, ես նաև եւ դու դրա իրավունքը տալիս ես, որ ինքը վերցնելու իրավունք ես։ Մեկը կադաստրի թուղթ չկա։ Թուղթ չկա։ Հիմա տես, արգելի ազատ, հերոստատողներ կան, ովքեր միամտաբար կարող են շարունակել հավատալ Նիկոլ Փաշինյանին, ես ցավում եմ, իրենք մեր հայրենակիցներն են, բայց մոլորության մեջ են, ես հիմա իրենց եմ դիմում այս մի փաստը մեջ բերելով, որ հասկանան։ Ես էլի մենք անշահախնդիր Նիկոլին հավատացող մարդու հետ խնդիր չի մեր հայրենակիցների։ Եթե մարդը անշահախնդիր դեռ այսքան, տեսեք, մարդը խաբվել է, ինչ անես։ Սա ուրեմն ինչքան էլ խոսվում է ժողովրդավարությունից եւ նման այլ ուտոպիաներից, ցանկացած մարդ, նույնիսկ Ամերիկայում, Ֆրանսիայում, մարդիկ ծրագիր չեն ընտրում, անձերի են ընտրում։ Այո, Ամերիկայում Թրամփին են ընտրում, այսինքն մարդն իր էությամբ միապետականության կրող է, միապետականության հավակնող է եւ ձգտող է։ Ինքը ձգտում է միապետության, որովհետեւ անձի մեջ է տեսնում։ Եվ ինչու է անձի մեջ տեսնում, որովհետեւ ցանկացած մարդ այդ անձին նմանեցնում է իրան։ Հիմա խնդիրն այն է, թե այդ անձին ոնց են մատուցել։ Հիմա որ ասում եմ Նիկոլին անշահախնդիր հավատացողների հետ մենք պետք է խնդիր չունենանք, նրա մասին է, որ մարդկանց այդ արևմտյան ռոպագանդան եւ զանգվածային լրատվամիջոցները մատուցողների հետ, ովքեր զանգվածային լրատվամիջոցները Նիկոլին դեռ մատուցում են
արդարությունը փորձող վերականգնողի։ Այո։ Դրա համար իրեն անշահախնդիր հավատացող ոչ մեկի հետ խնդիր չունի։ Այո, բայց դրա համար ես հանդարտ հասարակությանը հիշեցնում եմ, որ Ժողովուրդ ջան, դուք դուրս եք եկել վատ բարքերի, օլիգարխիայի դեմ, բայց այսօր Սամվել Ալեքսանյանի ընկերություններն են այս կառավարությունից աջակցություն ստանում հարյուրավոր միլիոն դրամների չափով եւ դրանք պետական բյուջետ չեն գնում։ Այդպես ինչն է խնդիրը։ Եթե սա դավադրություն չէ, այն որ Արցախի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզերը համեմատում է, ինչ ասել է արևմտյան ադրբեջանցիներ, հա, ըստ ադրբեջանական ռոպագանդայի, դրանք այն ադրբեջանցիներն են, որոնք ապրել են Հայաստանում եւ Հայաստանից հեռացել են մինչեւ սովետական միության տարիներին եւ սովետի փլուզումից հետո, այսինքն երբ որ արդեն կար հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Ադրբեջանի կողմից հրահրված, հա։ Եվ այստեղ երկու ճշգրտում անենք։ Նախ Հայաստանից, այո, գուցե վստահ եմ ինչ որ բռնության դեպքեր գուցե եղել են, այստեղ կան, բայց չէ, բայց պետության կողմից ուղղորդվող բռնություն եղել է Ադրբեջանից, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայեր են սպանվել տասնյակներով իրենց հայ լինելու պատճառով, այսինքն հետ այստեղ վստահաբար եղել են դեպքեր, բայց դա պետության կողմից չի ուղղորդվել մեկ եւ երկրորդ, եթե Ադրբեջանից տիպողաբար հեռացած հայերը կորցրել են իրենց ամբողջ գույքը, այստեղ փաստաթղթավորված կա անգամ, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետության կողմից անգամ փոխհատուցում են ստացել իրենց տների կորստի հետ կապված, հա։ Սա մեկ եւ երկրորդը, ինչը կապացուցեր, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր չէ եւ սա դավադրություն չէ։ Եթե Ալիևը արևմտյան Ադրբեջանի թեզ էր առաջ տանում, Նիկոլ Փաշինյանը պիտի առաջ բերեր Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի հայերի վերադարձի հարց, ոչ թե Արցախի, որը իրավունքը զենքի ուժով է գնվել այդ նման հարց ունենալու, հա, հազարավոր մարդիկ զոհվել են։ Պիտի ասել, լավ Ադրբեջան ջան, դու արեցում ես արևմտյան Ադրբեջան, մենք էլ ուզում ենք քննարկել Կիրովաբադի, Սումգայիթի, Բաքվի հայերի գույքային հարցերը, նրանց վերադարձի հարց, հա, եւ պատրաստ ենք այդ հարցից հրաժարվել, եթե դուք հրաժարվեք այս հարցից։ Առանց Արցախի հարցին կպնելու, այսինքն կարող էր հնարավորություն կար չկպնելու դրան, բայց Փաշինյանը ինչ է անում։ Փաշինյանը այն խաղակարտը, որ կա Հայաստանի ձեռքին, դա Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերն են եւ նրանց նկատմամբ Շահումյանի հայերը, նրանց նկատմամբ իրականացված բռնի տեղահանումն է, որ եղել է Ադրբեջանում։ Այդ խաղակարտը վառում է, որ հանկարծ Հայաստանի ձեռքին չլինի։ Եվ Ադրբեջանի ձեռքին տալիս են նոր խաղակարտ, ասում է, հա, խնդրեմ, մենք պատրաստ ենք հրաժարվել հայերի վերադարձից Արցախ, Ղարաբաղ իր բնորոշմամբ, դուք հրաժարվեք արևմտյան Ադրբեջանի տերմինից, արևմտյան ադրբեջանցիների վերադարձից։ Սրանով անում է երկու բան։ Նախ ասենք արդեն խնդիրը հավասարեցնում է իրար, եւ երկրորդը ընդունում է, որ Հայաստանի տարածքում կա արևմտյան Ադրբեջան։ Այո։ Սա չհասկանալով չի լինում անել։ Չի կարող մարդը չհասկանալ ինչ է անում։ Այս ամեն ինչի համար է արվում։ Այնտեղ կային, ճիշտ է, Ադրբեջանի ներկայացուցիչները։ Դեսպանը։ Հիմա լավ, մի օրինակ բերենք։ Հնարավոր օրինակ։ Հիպոթետիկ բան ասենք, հնարավոր է, չէ, այդ հանդիպումից առաջ ադրբեջանական կողմից որևէ մեկը դրա մասին Նիկոլին ասել է, որ այսպիսի բան պետք է անես, թե չէ, ինչ որ մի պատճառով Ալիևը հնարավոր է սահմանին մի փոքր ռազմական գործողություն անել։ Նույնիսկ մի փոքր ռազմական գործողությունը շատ փոքր հետևանք ունեցող ամբողջությամբ փլելու է Նիկոլի խաղաղության օրակարգը։ Եվ այդ փլելու դեպքում հնարավոր է Նիկոլն իշխանություն գործել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ավելի մեծ գերիության մեջ է Ալիևի ձեռքին։ Ես այն անգամ օրինակ բերեցի, այն Ծովախեց գետին որսացողների օրինակը բերեցի, չէ, որ Փապկան մարմին Ծովախեց գետին սխալմամբ ասեցի, Փապկան մարմին որսացողները, որ մտնում են ծովի խորշերը, որպեսզի Փապկան մարմին որսեն եւ Մարգարիտ հանեն, այնքան են խորանում, որ հետդարձի ճանապարհ չեն մնում, ստիպված առաջ են գնում, ավելի են իրենց վիճակը բարդացնում։ Հիմա Նիկոլն այդ վիճակում է։ Հասկանալ է, լավ, վերջին հարցը ազատ այս թեմայի վերաբերյալ եւ ամփոփենք, ինչ պետք է անի քաղաքական դաշտը, անդիմությունը, մարդիկ, ովքեր գոնե արտակուս տպավորություն պիտի դիմադրեն այս օրակարգին։ Էլի խոսեն, անտեսեն, լռեն, ինչ անեն։ Իհարկե պետք է խոսեն, բայց տեսեք, հաճախ են ասում, իսկ
մենք խոսում ենք բազմաբևեռ եւ միաբևեռ աշխարհից, չէ՞։ Մեր ընդդիմության հիմնական հատվածը միաբևեռ աշխարհի խաղացողների հետ է հարցը փորձում լուծել։ Բազմաբևեռ աշխարհի հետ ոչ ոք, բազմաբևեռ աշխարհի կառուցողների հետ ոչ ոք չի փորձում, հիմնական հատվածի մասին է խոսքը, ոչ ոք չի փորձում եւ այս բոլոր կողմերի համար անհասկանալի են իրանք, բազմաբևեռ աշխարհի բոլոր կողմերի համար։ Կամ ավելի շուտ նույն դաշտում ինչ Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Աշխարհակահական իմաստով նույն դաշտում, ոչ թե հակահայկականության, հա։ Չէ, այդ մասով չէ, այդ մասով նման բան չենք ասի, որովհետեւ նման բան որպես այդպեսին չկա էլ բոլոր արևմտամետները ընդդիմության դաշտում սենց բանի չեն գնացել լի վերջին հաշվով։ Ուրեմն, այո, աշխարհակահական առումով նույն տեքստերն են ասում, հանդիպումները։ Երեք աշխովս ընկավ նույն մարդը համ Նիկոլի հետ է հանդիպում, համ ընդդիմության վառ ներկայացուցիչ առանցքային կերպարներից մեկի հետ է հանդիպում։ Աշխարհակահական առումով դեռ մեր ընդդիմությունը հասկանալի չէ։ Իսկ այն օրը ով էր, չգիտեմ, ասում էր իսկ աշխարհակահական այդ բևեռներից, բազմաբևեռ աշխարհի ներկայացուցիչներից մեսիջներ կա։ Այդ մեսիջը դուք չեք լսում։ Հիմա այդ Եվ մտածում պիտի զանգեն ինչ որ գիտեք, ուրեմն մի բան կա, ուրեմն ասում եմ ձին զանգում է կրկեսի քարտուղարում, ասում է բարև ձեզ, ես ձի եմ, այդ կարող եմ գալ կրկես, ասում է ինչ եք կարողանում, ասում է այդ որ ձեզ զանգել եմ, այդ նորմալ է։ Այդ արդեն Էրիկա էլի։ Չէ, ասում է նորմալ է, որ ես այդ ձեզ զանգել, ասում խոսող եմ էլի, հիմա այդ նույնն է էլի։ Շատ ավազատ, շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար, կարևոր հարցի վրա այսպես ֆիքսեցինք մեր ուշադրությունը, ֆոկուս արեցինք եւ շերտեր բացեցինք, ես շեստան քննարկում էինք Նիկոլ Փաշինյանի վերջերս արված մի հայտարարություն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որտեղ նա Արցախի խնդիրը հավասարեցրեց հորինված արևմտյան Ադրբեջան թեզին եւ սրանով ըստ էության միջազգային ասպարեզում դարձավ արևմտյան Ադրբեջանի առաջին հայ դեսպանը։ Շնորհակալ եմ, ազատ, հեշտություն կհանդիպենք։